Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում այս անգամ ուսուցիչներն են հավաքվել։ Արդեն 10 տարի է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն ու Կրթության գիտության նախարարությունն իրականացնում են լավագույն ուսուցիչ հանրապետական մրցույթը։ Հայոց լեզու եւ գրականություն, հայոց եկեղեցու պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ դասվարություն այս առարկաների ուսուցիչներն ամեն տարի մրցում են լավագույնի տիտղոսին արժանանալու համար։ Այսօր հանրապետության բոլոր մարզերից հաղթողները եկել են մրցանակները ստանալու։ Մրցույթը տարեց տարի բովանդակային առումով փոխվում է։ Այն առումով, որ մենք փորձում ենք մի քիչ կարգը ամեն տարի վերամշակել եւ նոր նաև ընկալելով եւ հասկանալով ժամանակի մարտահրավերները, որոշակի նոր փոփոխություններ կատարել կարգի եւ մոտեցումների մեջ։ Մայրաթորի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի խոսքով եկեղեցի նմանօրինակ միջոցառումներով երեխաների մեջ կկարողանա սերմանել հայրենիքի եւ մայր եկեղեցու հանդեպ հավատարմության ու պատասխանատվության գիտակցությունը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից ուշադրությունը մեր մանկավարժների նկատմամբ ոգևորում է, այսպես ասած մենք շատ լավ ենք զգում, որ ուշադրության կենտրոնում ենք եղել, երևի ամենակարևոր մասը այս միջոցառման դա է։ Մրցույթում հաղթած ուսուցիչները մեկ առ մեկ ամենայն հայոց կաթողիկոսի ձեռքից ստանում են իրենց պատվոգրերն ու նվերները։ Նրանց խոսքով այս մրցույթը ոչ միայն իրենց տարեկան աշխատանքի գնահատանքն է, այլև օրհնություն հետագա գործունեության համար։ Բացի դրամական պարգևներից ու պատվոգրերից հաղթողները ստանում են նաև հոգևոր գրականություն։ Իրենց համար հոգևոր, բարոյական արժեք ունի։ Խորհուրդ է սա իրենց համար։ Գալ Էջմիածին եւ վեհապարի ձեռքը համբուրել, վեհապարի ձեռքից ստանալ մրցանակ։ Սա իրենց համար իրապես խորհուրդ է։ Միջոցառումն ամփոփվեց ամենայն հայոց կաթողիկոսի պատգամով եւ օրհնությամբ։ Նորին սրբությունը խորհրդանշական նկատեց, որ մրցանակաբաշխությունն անց է կացվում Մայրաթորում, որտեղ հաստատվել եւ գործել է ազգային առաջին կրթական հաստատությունը, առաջին դպրոցը, ուր մանկավարժի ուսուցչի պատվավոր աշխատանքն են իրականացրել Սահակ Պարթև Հայրապետը եւ Մեսրոպ Մաշտոց վարդապետը։ Ուսուցչի համար մեծագույն կարևորություն է, որ ուսուցչի խոսքը տեսնեն ուսանողները, աշակերտները, նրա գործնական կյանքում որպես իրականություն։ Այդպես է, որ ձեր մատուցած գիտելիքները պիտի արմատ բռնեն հոգում ձեր սանոցը, ձեր աշակերտներին։ Նորին սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոսին եւ կենտրոնի աշխատակիցներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությանը, հորդորելով ուրախության, հպարտության զգացումով իրականացնել իրենց կարևոր ծառայությունն ազգային կյանքում։ Հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ Սաղմոս 2 հոգևոր երաժշտության արական երգչախումբը Վահե Բեգոյանի խմբավարությամբ։ Մարինե Քոչարյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։